Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հասարակական քաղաքական գործիչ Արամայի Աղաբեկյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Աղաբեկյան։ Բարև ձեզ։ Դուք ինչպես եք մեկնաբանում հայ-ադրբեջանական առևտրի այս գործարքներին, ինչպես հայտնի է արդեն Հայաստանը Ադրբեջանից վառելանյութ է ներկրում, բենզին, դիզվառելիք, ասում են, որ սա նաև հենց սա է խաղաղությունը, դուք ինչ մեկնաբանություն ունեք, հաշվի առնելով, որ սրան նախորդել էր պատերազմը, Հայաստանի տարածքների օկուպացիան, Արցախի հայաթափումը։ Տեսեք, ընդհանուր առմամբ առևտրաշրջանառությանը ես դեմ չեմ։ Կլինի Ադրբեջանի հետ, կլինի Թուրքիայի հետ, եթե իսկապես պայտակ վարդագույնակ տոստեր հագնենք եւ պատկերացնենք, որ Փաշինյանի աստծորակարգը իրատեսական է եւ մենք գնում ենք խաղաղության, ապա ոչ մի խնդրեմ չկա։ Թուրքիան կլինի, Ադրբեջանը կլինի, հաստատվել են խաղաղություն, նորմալ է, պետք է առևտրաշրջանառություն լինի։ Եթե Թուրքիային ձեռնտու լիներ Հայաստանի հետ փակ սահմանները, կարծում եմ, որ այդ փակ սահմանները չէին լինի եւ 94 թվականից հետո այլ տրամաբանություն կլիներ։ Բայց այստեղ հարցը մի քիչ ուրիշ հարթության վրա է։ Ռազմական գործողությունները ավարտվել են այդ տաք փուլով, բայց փաստացի իրենք շարունակվում են։ Երբ որ իրանք ասում են հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը վարվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ընդդեմ Հայաստանի, այլ ոչ թե ներքաղաքական այն մոտիվացիայով, ինչ որ իրանք են ցույց տալիս։ Փաստացի ադրբեջանական կողմը լրիվությամբ ջրում է եւ ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ցանկացած տեսակի իրավունքները։ Ամբողջ աշխարհը ընդունում է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում։ Իչև այս պահը գոյություն ունեն գերիներ Ադրբեջանում։ Իչև այս պահը Հայաստանի Հանրապետության բուն տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ես նման իրավիճակում Ադրբեջանի այս քայլը ավելի շատ առևտրատնտեսական չի, քան թե այսպես միջազգային հանրության աչքերին թոս փչել է, որ տեսեք մենք խաղաղ այդպես ուղղվածության մեջ ենք եւ խաղաղություն ենք ուզում։ Եթե ուշադրություն եք դարձրել, ապա նույնիսկ առևտրաշրջանառությունը որպես այդպեսին հիմնական ռելսերի վրա դրված չի։ Այսինքն չկան ինչ որ հստակ կոնկրետ պայմանագրեր, որ տեսեք, այս ինչ ճանապարհով, այս ինչ գնով, այս ինչ տարբերակով մշտապես մատակարարումներ է լինելու։ Սա ինչ որ այդպես որոշակի ինչ որ քանակներ են, որոնք որ միջազգային հանրությանը ներկայացվելու միանշանակ որպես թե բարեկամքի դրսևորում են, ամենք մեր հարցերը լուծում ենք, ավելորդ ոտի տակ մի ընկեք, այն հարցերը ինչ որ դուք բարձրացնում եք, գոյություն չունեն, չկան։ Բայց միաժամանակ նաև ադրբեջանական կողմը չի հանում Արևմտյան Ադրբեջանի օրակարգ։ Եվ իհարկե, այստեղ Հայաստանի իշխանությունները պնդում են անում, որ տեսեք դա իհարկե սալորիվ այդպես Ադրբեջանը հաջող հայտարարություններ են բացառիկ Ադրբեջանի հաջող հայտարարություններ են, որ Արևմտյան Ադրբեջանի օրակարգը պատասխան է ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրակարգին, են պարագայում, երբ որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օրակարգի վերաբերյալ իշխանությունները որևէ խոսք չեն ասում։ Ընդդիմությունն է, ընդդիմությունը ինչ։ Յուրաքանչյուր երկրում կարող են գտնվել քաղաքամիավորներ, որոնք ինչ ուզես կարող են ասել, բայց Ադրբեջանի դեպքում Արևմտյան Ադրբեջանի խոսույթը առաջ է տանում անձամբ իշխանությունը։ Իրենք փորձում են ամեն կերպ ներկայացնել, որ տեսեք մարդիկ դեմ են առևտրաշրջանառությանը, չէ, բոլորը այդպես առողջ ուղեղ ունեցող մարդիկ հասկանում են, որ խնդիրը այստեղ առևտրաշրջանառության մեջ չէ, խնդիրը քաղաքական է։ Եվ երբ որ վերջնականապես կհաստատվի խաղաղություն, որի մասին իրենք խոսում են եւ որին ես անձամբ չեմ հավատում, նոր այդ դեպքում արդեն ընկալելի կլինի ցանկացած տեսակի ապրանքաշրջանառություն, իհարկե հստակ խաղի կանոններից ելնելով, այլ ոչ թե մեկ անգամյա, երկու անգամյա եւ ավելի շատ այդպես բարի կամքի դրսևորում ցույց տալու նպատակադրվածությամբ։ Հիմա սա Հայաստանում որոշ շրջանակների կողմից, նաև քաղաքական, հասարակական շրջանակների կողմից մեկնաբանվում է որպես դավաճանություն, ուրացում, ասում են սպանել են մեր զինվորներին, Արցախն են օկուպացրել, գերիներին չեն տալիս, ասում են գոնե մարտահրավերական քայլերի գնա Ադրբեջանը, նոր այդ առևտուրն արեք։ Այս խոսակցությունները տեղին են, թե ոչ։ Տեսեք, դավաճանական որակելը գիտեք ճաշակի հարց է։ Ես օրինակ ավելի շատ սա համարում եմ այդպես սեփական վերարտադրության ուղղված քայլեր։
Իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի մինչև ընտրություններ ցույց տան, որ տեսեք մեր խաղաղության օրակարգը իրատեսական։ Առանց նայելու, թե այդ քայլերի տրամաբանությունը ինչքանով կվնասի Հայաստանի Հանրապետության շահերին եւ ազգային անվտանգության։ Իսկ այն, որ հաստատ այս քայլերը վնասակար են այն առումով, որ միջազգային հանրության աչքի առաջ երևում է իրավիճակ, որտեղ որ վարչապետը դուրս է գալիս եւ շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին այն պարագայում, երբ որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները պաշտոնյաները, պետական պաշտոնյաները անվանում են տերմիններով, որոնք որ հետագա օկուպացիայի համար հիմք են հանդիսանալու։ Իհարկե, այդ օկուպացիան իրանք ուրիշ կերպ են ներկայացնում եւ ուղիղ ասում են, որ ինչ պարտադիր է, որ բանով մտնենք, չէ՞, տանկերով մտնենք, զրահատեխնիկայով մտնենք։ Մենք Հայաստանը մեր ձևերով ենք մտնելու եւ քաղաքացիական հագուստով ենք մտնելու։ Այս պարագայում սա իհարկե անընդունելի իրավիճակ է։ Մնացածը արդեն ճաշակի հարց է, մեկը դա դավաճանություն կանվանի, մեկը այդպես քաղաքական, որ Փաշինյանի իշխանությունը այսօր յուրաքանչյուր օր մնալով վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, այս միանշանակ փաստ է։ Երբ որ իշխանության հետ փոխկապակցված կամ ավելի ճիշտ իշխանությանը դեմ չարտահայտվող գործարարներն են ներգրաված բենզինի ներկրմամբ, հա, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, որ գիտենք Սուքիասյանը ինքը ԿՊ պատգամավոր է, Փաշինյանի հայացքները կիսում է գոնե հրապարակավ հայտարարություններում, Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված անձը, իսկ Սամվել Ալեքսանյանն այս 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես հակաբան չի ասել, եթե հաշվի չառնենք իր հումորով արված հայտարարությունները, որ ասում էր Փաշինյանը մեր աղբերն է, գոնե այս չեզոք դիրքը որևէ դեմ բան չի խոսացել Նիկոլ Փաշինյանի մասին։ Սա ինչի մասին է խոսում։ Սա իսկապես ազնիվ արդար գործընթաց է, թե իշխանությունը իր շրջապատի անձանց ասել է բերեք, որ ցույց տանք առևտուր է տեղի ունենում։ Կարծում եմ, որ երկրորդ տարբերակն է, որ այո, իշխանությունը իր շրջապատի մարդկանց ասել է, ու այդպես դուք ասում եք կատակով, բայց հիմա փաստերը ցույց են տալիս, որ այո, Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը պարզվում է, որ բավականին լավ հարաբերությունների մեջ են, որովհետև նման գործ վստահելը դա առնվազն պետք է որոշակի քաղաքական տեսանկյունից նույն պատկերացումներ ունենան, որ գնան նման գործարքի։ Կարծում եմ միանշանակ է եւ պատահական չի, որ առաջինը բացահայտ խոսվեց, որ հենց Խաչատուր Սուքիասյանն է այդ ադրբեջանական բենզին բերողներից մեկը։ Սա քաղաքական քայլ է, սա ամեն ինչ պետք է արվի, որ ցույց տա, որ տեսեք, մենք խաղաղություն արդեն հաստատել ենք։ Եթե ուշադրություն եք դարձնում ԿՊ-ական падգամավորների եւ քարոզիչները ինչ են ներկայացնում, իրենք չեն ասում, որ հնարավոր է կամ շուտով խաղաղության պայմանագիր կնքելու ենք, չէ, ասում են խաղաղությունը արդեն հաստատված է։ Իրենք մի բան են ասում, որ իրականությանը չի համապատասխանում, որովհետև իրենք դուրս են գալիս ասում խաղաղությունը արդեն հաստատված է, Հաջիևը դուրս է գալիս ասում է միջև համադրություն չփոխեք, միջև այս չանեք, միջև այն չանեք, միջև հնարավորություն չտաք ադրբեջանցիները վերադառնան, ճակերտավոր ասած, վերադառնան Հայաստան, որևէ խաղաղության մասին խոսել պետք չի։ Ադրբեջանցիներն երեխա չեն եւ շատ լավ հասկանում եւ գիտակցում են, որ Հայաստան դիմաց ընտրություններ են եւ իրենք իհարկե չէին ցանկանա, որպեսզի Փաշինյանը այդ ընտրություններում պարտություն ունենար եւ նման քայլերով իրանք կամ ավելի էժան են բարձրում բենզին բերելով, որովհետեւ օրինակ իմ կարծիքով ադրբեջանական կողմը եթե այս բենզինի թեման չլիներ, ինքը ստիպված պետքա լիներ ռազմագերիներ վերադարձնել, ստիպված պետքա լիներ այլ քայլերի գնալ, որպեսզի հնարավորություն տար իրենց համար քաղաքական ընդունելի Փաշինյանին վերարտադրվել։ Իսկ սա լավագույն էժան տարբերակն է, ինչ ա եղել բենզինը Հայաստանի մյուս երկրին չեն վաճառի, Հայաստանին կվաճառեն, դրանցից իրենք ոչ մի բան չեն կորցնում, միայն շահած են դուրս գալիս։ Բայց նաև խոսակցություն կա Հայաստանից Ադրբեջան ապրանքներ արտահանելու հետ կապված շինանյութ, գյուղմթերք, խմիչք, ծխախոտ Արդյոք երկկողմանի հարաբերությունները չեն կառուցվում այս ուղղությամբ։ Տեսեք, ես իմ խոսքի սկզբում ասացի, որ ես առևտրատնտեսական հարաբերություններին որևէ դեմ բան չունեմ։ Եթե իսկապես խաղաղության մթնոլորտ լինի, էլի նորից եմ ասում, գիտեմ, ինչ որ գիտաֆանտաստիկ ժանր լինի եւ պարզվի, որ այո, իսկապես Հարավային Կովկասը մտնում է մեծ խաղաղության փուլ, Հայաստանը մնում է իր ինքնիշխանության,
նույնիսկ Փաշինյանի ասած տարածքային ամբողջականության շրջանակներում ադրբեջանական կողմը ինչ որ հրաշքով դուրս է գալիս իր օկուպացված տարածքներից, որոշակի միջազգային նորմերի շրջանակներում հաշվի են առնվում Արցախի ժողովրդի իրավունքները եւ այլն, ինչ որ բաներ զիջվում է այս կողմից, ինչ որ բաներ զիջվում է այն կողմից, նորմալ է։ Այդ պարագայում այո, առևտրատնտեսական հարաբերություններ կարելի է դիտարկել, բայց սա փաստացի նույնիսկ այն խոսակցությունները, որ գիտեք ինչ, Ադրբեջանն էլ է հետաքրքրված ինչ որ հայաստանյան ապրանքներով, այս ամեն ինչը մենք իրական այս ամեն ինչի դեմքը տեսնելու ենք ընտրությունների ավարտից հետո, որտեղ միջև ընտրություններ սրանք մեկանգամյա ինչ որ բաներ են։ Անկամ եթե ես չեմ սխալվում, բենզինի գնի հետ կապված կա որոշակի այդպես ինչ որ մաքսատուրքերի այդպես նվիրատվության ինչ որ մի մաս, որ այսինքն սա այն գինը ինչ որ կա, այդ գինը վերջնական ինչ որ ֆիքսված գին չի։ Այս գինը վերջնականապես պետք է ֆիքսվի եւ որևէ մեկը չի կարող ասել, թե ինքը ինչպիսին է լինելու, որովհետեւ սա մեկ անգամյա, երկու անգամյա, երեք անգամյա առանձին գործարքներ են։ Իսկ խոսել արդեն մեծ առևտրաշրջանառության մասին, խոսել Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, թուրքական կողմը այս առումով ավելի ազնիվ է։ Թուրքերն ասում են, որ վերջնական այդպես հարաբերությունների կարգավորումից հետո մենք պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի այդ առևտրաշրջանառությունը, սահմանների բացումը եւ այլն, ադրբեջանական կողմը այս պահին ավելի շատ մանիպուլատիվ գործողություններ է իրականացնում եւ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները սեփական կաշվի եւ սեփական անձնական շահից ելնելով տրվում է այդ խաղին եւ օգտագործում է այդ գործիքը զուտ որպես նախընտրական գործիք։ Ալիևի հարցազրույցը հունվարի 5-ին ծավալուն հարցազրույց էր տվել տեղական լրատվամիջոցներին։ Այ իշխանական պրոպագանդան Հայաստանում ասում է Ալիևի խոսքում կար կառուցողական մտքեր, ասում էր պատերազմը բրծել է եւ ռազմաճակատում եւ քաղաքական առումով։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, իսկապես Ալիևը լավ բան է ասում, Հայաստանում իշխանության քննադատները չեն ուզում տեսնել, թե սա ուղղակի Ալիևի խոսույթն է միջազգային հանրության համար։ Տեսեք, եթե հիշում եք Ալիևի հետ առաջի հանդիպումները, ինչքան գիտեմ առաջի հանդիպումից հետո էր, որ Փաշինյանը դուրս եկավ, ասաց, որ կիրթ եւ կառուցողական տղա է մեր Ալիևը, պարզվում է մենք տեղյակ չէինք։ Հիմա նույնը է սա, ինքը խնդիր ունի, Ալիևը իրական լրջագույն խնդիր ունի, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ Արցախում կատարված իր հանցագործությունը չի ջրվելու եւ չի փչվելու գնա։ Ինքը խնդիր ունի միջազգային հանրության այն դերակատարների հետ, որոնք որ ցանկանան օգտագործել իրենց շահերի համար տեղի ունեցած հանցագործությունը եւ օգտագործել ադրբեջանական կողմի դեմ։ Հիմա ինքը ինչ է ասում, ասում ախպեր ոչ մի խնդիր չկա։ Մենք եւ Հայաստանը մենք մեր հարցերը կարգավորում ենք։ Ինչ եք ավելորդ ձերքի թխոթում ինչ որ հարցերի մեջ, որտեղ որ դուք չկաք։ Իհարկե, այս ամենը այս խոսքը ամեն ինչը ինչ որ Ալիևի կողմից ասվում է առաջին դեմքի կողմից եւ ասվում է ցույց տալու համար, որ տեսեք մենք մեծահոգի ենք։ Ինքը դեռ ինչ է ասում, շատ կարեւոր այդ հարցազրույցի մեջ մի հատ շատ կարեւոր գիծ կա, ասում է, որ մենք այդպես Հայաստանի հանդեպ մարդասիրական դրսևորում ցուցաբերեցինք, որ մենք պատերազմում հաղթելով մարդասիրական այդպես ուղղություն ցույց տվեցինք եւ գնացինք խաղաղության։ Այսինքն մի կողմից էլ ինքը ցույց է տալիս, որ տեսեք ոչ միայն մենք հանցագործություն չենք իրականացնել, դեռ մի հատ էլ բարեգործները մենք ենք, որ պատերազմին հետագա ընթացք չենք տվել եւ նստել ենք խաղաղության սեղանին։ Ամեն ինչ իր ճակերտները եւ իր ողջեյությունը բացելու է 2026 թվականի ընտրություններից հետո, երբ որ դրական գործընթացներն ավարտվեն եւ Փաշինյանի իշխանությունը հաստատվի, իսկ Փաշինյանը քարոզարշավի չի գնալու Լեռնային Ղարաբաղի հարցի փակման թղթապանակով, ինքը գնալու է հայկական հարցի փակման թղթապանակով։ Ավելին, ես համոզված եմ, որ օրակարգ է վերադառնալու նաեւ Թուրքիայի հետ այսպես կոչված կնճռոտ հարցերը վերջնական տեղը գցելու նաեւ օրակարգը ընտրական շրջանում եւ որպեսզի ընտրություններից հետո Փաշինյանը ասի դե ես չեմ որոշում, դա ժողովուրդն է ինձ այդ մանդատը տվել եւ ես այդ մանդատով հետագայում արդեն իմ հարցերը կարգավորելու եմ։ Այսինքն պետք չի կիսել իշխանության այս դրական կարծիքները Ալիևի մտքերի վերաբերյալ։ Ես կարծում եմ Ալիևի վերաբերյալ որևէ տեսանկյունից դրական մոտեցում ունենալ պետք չի, հաշվի առնելով այն, որ
ոչ վաղ անցյալում այն հանցագործությունները, ինչ որ տեղի է ունեցել Արցախում, էթնիկ զտումից առաջ եկեք չմոռանանք, որ 8 ամիս շարունակ Արցախը գտնվել է շրջափակման մեջ եւ նույն Ալիևի հրահանգով մանկահասակ երեխաները անգամ կերի խնդիր են ունեցել։ Ամբողջ աշխարհի առաջ հանցագործություն իրականացրած մարդու նկատմամբ դրական սպասելիքներ ունենալը, կարծում եմ, որ նույնն է, որ աչքի դեմը դահիճը մեկի գլուխը կտրի եւ հետո դու մտածես, որ ինքը վարդերը կասկածես դեռ, որ դա կարող է հաջորդ պահին վարդերը ձերքին վերափոխված սիրուն օրիորդ դառնա, այդպես չի լինում եւ պետք է անցալել այս մարդուց եւ սпасել այս մարդուց, որ ինքը հնարավորի քաղաքականությունն է վարում եւ եթե ինքը հնարավոր համարեր, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո ինքը կարող իրեն թույլ տար Հայաստանի տարածք մտներ, ինքը կգնար այդ քայլին։ Միջազգային ֆակտ, ցավոք սրտի Հայաստանի անվտանգության համակարգը հիմա այնքան Հայաստանի Հանրապետության ներքին ուժի գործոնը չի, որքան արտաքին քաղաքական դերակատարների, ոչ մեկ դերակատարի, այլ դերակատարների գոյության, բայց եթե վաղը մյուս օր հնարավորություն բացվի, իրենք այդ մասին խոսում են, շատ հանգիստ խոսում են, եթե հնարավորություն բացվի ոչ ռազմական ճանապարհով, այս դեպքում արդեն արտաքին քաղաքական դերակատարների ազդեցությունը շատ փոքրանալու է, ոչ ռազմական միջամտության միջոցով Հայաստանի վրա տնտեսական, այնուհետև նաև քաղաքական ազդեցությունը մեծացնելու, ինչու ոչ գնալու են այդ ճանապարհով։ Ու իմիջիայլոց ուղիղ ասում են դրա մասին։ Պարոն Աղաբեկյան, այս խնդիրների ֆոնին, երբ դեռ պարզ չի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը ինչպես կհանգուցալուծվի, թե խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված, թե տարածքների դեօկուպացիայի հետ կապված սահմանազատման, սահմանագծման, որովհետև ասում են, որ տարածքները դեօկուպացվելու են Ջերմուկի եւ Սյունիքի հատվածները այդ գործընթացի շրջանակներում, երբ այս ամեն ինչի հետ անորոշություն կա, երբ թրիփի հետ ընդհանրապես հայտնի չէ ինչ է լինելու է, չի լինելու, ինչ որտեղ դա մարդկանց մոտ հույս է, որ ի վերջո Հայաստան այս 30-ամյա ապաշրջափակումից դուրս կգա, այս անորոշությունների ֆոնին, սոցիալական, տնտեսական խնդիրների ֆոնին, իշխանությունը լծված է եկեղեցին, ինչպես իրենք են ասում, բարենորոգելու գործընթացով։ Դուք ինչ եք կարծում, սա ինչի համար է օրակարգ բերվել այս հարցը, թե կաթողիկոսի երեխա ունենալը, թե ռուսական ազդեցության տակ լինելը, թե եղբոր հետ կապված հրապարակումը, որ KGB-ի գործակալ է եղել, հիմա էլ այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ է համագործակցում, թե չհարկվելը, մոմերի փողերով հարստանալը, այս ամեն ինչով ինչ է փորձում իշխանությունը լուծել։ Տեսեք, կարծում եմ, որ այս ամեն ինչը օրակարգ մտել է Բագրատ Սրբազանի շարժումից հետո, որովհետև Փաշինյանը իրականում իր մարմնի եւ կաշի վրա զգացել է, որ Հայաստանում, սա իհարկե ցավով եմ արձանագրում, բայց սա փաստ է, որ Հայաստանում քաղաքական փոփոխություն իրականացնելու ավելի մեծ շնորհք կարող է ունենալ եկեղեցին, քան թե օրինակ քաղաքական կուսակցությունները, որովհետև փաստացի 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո իր բազմամարդությամբ, ազդեցությամբ եւ հնարավոր հեղափոխության կայացման տեսանկյունից ամենամոտը Բագրատ Սրբազանն էր։ Այս ամեն ինչի թեթևանալուց հետո Փաշինյանը հասկացել է, որ Բագրատ Սրբազանի գործողությունները չեն իրականացվել զուտ որպես Բագրատ Սրբազանի գործողություններ, սա կազմակերպվել է հայ առաքելական եկեղեցու կողմից եւ հայ առաքելական եկեղեցու պես գլխավորը հանձինս վեհափառի անմիջական ազդեցություն է ունեցել եւ անմիջական մասնակցություն է ունեցել այն process-ներին, ինչ որ իրականացվել։ Ինքը հանձինս վեհափառի ավելի շատ փորձում է քաղաքական հակառակորդի հետ հաշվի հարթար տեսնել, քան թե ինչ որ երեխայի հարցը կամ մեկ ուրիշ հարցը։ Ինչ վերաբերում է ռուսական գործակալական ցանցի անդամ լինելուն կամ Գարեգինի եղբոր կողմից համագործակցությանը, ապա տեղեկատվական այդպիսի անելուց հետո նախ իմ կարծիքով նորմալ խելքգխին երկիրը, եթե իսկապես խնդիր դրած լինի, որ հոգևոր կառույցը մաքրի այլ երկրի գործակալներից, կարծում եմ այլ գործիքակազմ կընտրեր, ես ժողովուրդն էլ չէր իմանա, որ ինքը գործակալ է եղել, գործակալ չի եղել, մի օր առավոտյան մենք կարտնանային եւ կլսեինք, որ կաթողիկոսի եղբոր հետ ինչ որ վատ դեպք է տեղի ունեցել։
այսպես մի քիչ փակագծերը բաց ասեմ, այլ ոչ թե դուրս կգային կհայտարարին, որ ինքը KGB-ի գործակալ ա եղել եւ հիմա էլ համագործակցում ա ինչ որ այլ օտարերկրյա կազմակերպությունների հետ եւ դրանով ամեն ինչ ավարտվեր, վերջ։ Այսինքն սա ավելի շատ տեղեկատվական ինչ որ բոմի խնդիր լուծող իրավիճակ էր։ Ազգային անվտանգություն կոչված եւ ազգային անվտանգության խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության արժեվ ծառացած խնդիրները բոլոր հնարավոր ճանապարհով լուծելն է։ Այնպես չի, որ օրենքի տարին, բառին եւ այլն համապատասխան է ամեն ինչը արտաքին շղարշա։ Բայց այս պարագայում մենք գործ ենք ունեցել ավելի շատ տեղեկատվական ռումբի հետ, որ այո, ազդեցություն ունեցել է, պետք է փաստով արձանագրենք, որ եթե գործնական առումով Փաշինյանի կառավարությունը իմպոտենտ է, ապա տեղեկատվական առումով ինքը բավականին լավ է աշխատում, եթե անգամ ինչ-որ process-ներ ինքը ամբողջովին տապալում է, տեղեկատվական մակարդակում կարողանում է ներկայացնել որպես հաջողություն։ Դրա ապացույցը Լեռնային Ղարաբաղի կորուստն է, եւ որովհետեւ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի կորուստը ինչ է ասում, ասում է մենք Լեռնային Ղարաբաղը չենք կորցրել, մենք ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն անգամ տարածքային հսկայական կորուստը այս մարտիկ փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում եւ նման նույն տարբերակը այստեղ մնացած այլ ուղղություններին է վերաբերվում։ Եկեղեցու հետ կապված այս ողջ process-ը էլի կարծում եմ, որ նախընտրական փուլին է վերաբերվում, որովհետև Հայաստանում փաստացի ամենակազմակերպված կառույցը Հայ առաքելական եկեղեցին է, լավ վատա կազմակերպված, ինչ որ առումներով այնտեղ էլ կան խնդիրներ, չկան խնդիրներ, խնդիրները մի քիչ շատ են կամ քիչ են, բայց որոշակի ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույց է, որը կարող է ունի դիմադրողականության ավելի մեծ պաշար, քան թե քաղաքական կուսակցություններն են, եւ Փաշինյանը փորձում է մեջքը կոտրել այդ դիմադրողականության պաշար ունեցող մարմնին եւ այս ամբողջ գործողությունների ուղղությունն էլ հենց այդ տրամաբանության մեջ է։ Բայց այնուհանդերձ կան հարցեր, որոնք պետք է կաթողիկոս Մայրաթորը պարզաբանի, թե ոչ։ Տեսեք, բավականին հետաքրքիր հարց եք տալիս, որովհետեւ ես իսկապես հայրենասեր մարդկանց հետ, երբ որ ես գիտեմ, որ իրենք իսկապես հայրենասեր մարդիկ են, եւ իրենք փաշինյանական տրամաբանության եւ փաշինյանական ազդեցության գոտում չեն։ Այդ մարդիկ ասում են, եթե Փաշինյանը դուրս չգար կաթողիկոսի դեմ, մենք կաթողիկոսի հետ հարցեր ունեինք։ Մենք անձամբ եթե պատկերացնեինք, որ ինչ որ իսկապես ինչ որ փուլ գար, որ ասեինք արդյոք մենք հաշտ ենք կաթողիկոսի հետ, արդյոք Հայ առաքելական եկեղեցին այն է, ինչ որ մենք ուզում ենք, մենք իհարկե միանշանակ ասենք, որ չէ, կան խնդիրներ, կան օբյեկտիվ խնդիրներ։ Կարծում եմ բոլոր այդպես հոգեվոր աշխարհի բոլոր կետերում էլ ինչ որ հոգեվոր հաստատություններում որոշակի խնդիրներ կլինեն, որովհետև հոգեվորականներն էլ մարդիկ են։ Եվ այնտեղ էլ կան ինչ որ քիչ ավելի շատ մեղավոր հոգեվորականներ, քիչ ավելի շատ այդպես սրբադասված հոգեվորականներ, իմիջիալոց այն մարդիկ, որոնք որ իմ կարծիքով Հայ առաքելական եկեղեցու իրենց անհատապես եւ իրենց կարգավիճակով չվախենամ այս բառը օգտագործել, մաքուր դեմքեր են, Հանձին Զբագրատ Սրբազանի եւ Միքայել arczepiskopos Աղաչապահյանի, հենց այդ մարդկանց առաջինն են, որպես այդպեսին հեռացրել եւ խաղից անել, որովհետեւ իրենցից են լրջագույն վտանգ տեսել, մեկին ուղիղ գործողության մեջ են տեսել, որ ինչպիսի կոնսոլիդացիա կարող է ապահովել։ Կարծում եմ, որ որոշակի խնդիրներ կան, բայց այդ խնդիրները չեն վերաբերվում այն ուղղվածությանը եւ այն պրիզմային, որով որ մատուցում է Փաշինյանը։ Ավելին ասեմ, այդ խնդիրների հետևանքը այնքան ցավոտ է, որ եկեղեցին այսօր այս վերջի հավաքը տարավական է եւ ապացույցն է, որ եկեղեցու կողմնակիցներ եւ եկեղեցու հակառակորդներ երկու մեդիաների կողմից հիմնական թեմա հայտարարված այդպես միջոցառմանը հավաքվել են ընդամենը 3200 հոգի է վերջը 3020 մարդ երկու կողմը միասին այն պարագայում որ սա հայտարարված է որպես համահայաստանյան օրակարգի իմ համար մեկ թեմա չեն կարող ասել որ ավելի շատ մարդ չէր տեղավորվում բանում էջմիածնում որտեղ վերևից նկարներ կան որ բաց տարածություն է եւ այդ տարածությունում շատ փոքրիկ էջմիածնի հնարավոր տարածքի շատ փոքրիկ հատվածում են մարդիկ որ խոսում են մասին որ այնպես չի որ Գարեգին բն առանձնահատուկ մեծ ժողովրդականություն է վայելում եւ տեսեք
ժողովուրդը նրա կողքին է։ Իհարկե Փաշինյանի կողքին էլ չի։ Այսինքն կա որոշակի քաղաքական օրակարգ, որ հայ ժողովրդի մեծ մասը այդ օրակարգի մեջ չկա եւ ինքը լրիվ ուրիշ դարդերի եւ լրիվ ուրիշ խնդիրների մեջ է։ Այսինքն երկու կողմն էլ աջակցություն չունի բավարար չափով։ Բավարար չափով աջակցություն չունի, եթե բավարար չափով աջակցություն լիներ, այսօր Հայաստանում գիտեք ինչն է ամենադժվար դառել։ Մարդ հավաքելը։ Այսօր ռեալ օբյեկտիվորեն այսօր Հայաստանում մարդ հավաքելը կապ չունի թե ինչ օրակարգով, եւ բոլոր կողմերի համար բավականին մեծ դժվարություն է դառել։ Եվ ինչու եմ ասում Բագրատ Սրբազանի նկատմամբ որոշակի այդպես շուտ արեցին, փակեցին այդ մարդուն, որովհետեւ 20 թվականից հետո փաստացի գետնի վրա ամենաշատ մարդ հավաքածն էինք բոլորի մեջ, իշխանություն, ընդդիմություն, բոլորը իր հետ միասին ամենաշատ մարդ, որ գետնի վրա կարողացել է մոբիլիզացնել, Բագրատ Սրբազանը եղավ։ Եվ սա իհարկե մտածելու տեղիք է տալիս, սա մտահոգվելու տեղիք է տալիս, որ փաստացի հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քաղաքական տեսանկյունից եւ քաղաքացիական տեսանկյունից որևէ կողմի նկատմամբ բավարար չափով վստահություն չունի եւ օրակարգեր են ձևավորվում, մարդիկ ներկայանում եւ խոսում են հայ ժողովրդի անունից, որ այդ թվում նաեւ այն նոր ստեղծվող քաղաքական միավորները, որոնք որ ինչ որ մի նոր օրակարգ պիտի բերեն, որ այդ օրակարգի հետևից հայ ժողովուրդը գնա, բայց անվստահության այդ չի շակ, որ այդ մարդիկ վատն են։ Խնդիրը այն է, որ անվստահության պաշարն այնքան մեծ է, որ ժողովուրդն նախ ընտրում է մի կողմի քաշված, այդպես իր վերքերը լիզի, իր խնդիրների մասին մտածի եւ հասկանա, թե իր հետ չի հասկանում դեռևս իր հետ ինչ է կատարվում։ Եվ մենք օրվա ընթացքում տեսնում ենք, որ քահանաներ հայտարարում էին Փաշինյանին եւ 10 հոգեվորականներին միանալու մասին։ Սա արդյոք չի նշանակում, որ արդեն բաժանում է սկսվել եկեղեցու միջև նրանք, ովքեր այս կողմում են հայտարարում են միանում են եւ պարակտում տեղի չունենում ըստ էության այսպիսով։ Ճիշտ է, իշխանությունը այսպես ամեն մի ստատուսը ներկայացնում է քահանայի, այ որ տեսեք բարենորոգման գործընթացին մարդիկ են միանում, այն ընդդիմադիր հատվածը ասում է շատ լավ ժամանակներ է ստեղծվել, եկեղեցին նահա տեսեք ինքնամաքրվում է, տիրադավները գնում են ամեն մեկ իր քաղաքական բառամթերքով հոգևորականներին պիտակավորում է, գովում կամ քննադատում է, բայց արդյունքում արդյոք այսպիսով եկեղեցին չի պարակտվում։ Ես ուզում եմ հիշել, ճիշտ եմ, թե ոչ, կարծում եմ, որ դու ինձ կուղես, ինչքան որ ես հիշում եմ, դու ես այդ հարցադրումը արել Փաշինյանին բրիֆինգի ժամանակ, երբ որ ինքը պատասխանել է, որ ես չեմ օգտագործելու եկեղեցու ներսի լծակը վեհապարի հետ հարցերս կարգավորելու առումով, կարող եմ օգտագործել տեղում այդպես ներքին խարդավանքների ճանապարհով գնալ, բայց չէ, ես այդ ճանապարհով չեմ գնալու, ես գնալու եմ որպես սովորական հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ թույլ չեմ տալու, որպեսզի եկեղեցին ներքին պարակտում ապրի, հետագայում իհարկե այս ողջ խոսակցությունների ավանդույթի համաձայն այս մարդը մեծագույն խաբեբայ եւ մեծագույն ստախոս է եւ նրա որևէ խոսքի, բացարձակապես որևէ խոսքի համար նույնիսկ 0.1% արժեք չունի, մենք տեսանք, որ իրականում ինքը գնաց հենց այդ ճանապարհով։ Ես մի քիչ առաջ իմ խոսքի մեջ ասացի, որ եկեղեցու հոգևորականները բոլորը չէ, որ սրբադասված կյանքով են ապրում եւ իրենք էլ սովորական մարդիկ են եւ շատ դեպքերում որոշակի մեղքերի պաշար իրենց մեջքի վրա վերցրած մարդիկ եւ այսօր ինչ որ այդ process-ը կատարվում է իհարկե իշխանության հովանավորությամբ, սա եկեղեցու պարակտում է, ավելին հայ առաքելական եկեղեցին սեփական հոտի առաջ վարկաբեկելու լավագույն պրակտիկա եւ փորձ է, որովհետեւ երբ որ կային ինչ որ խնդիրներ, որոնք մնում էին եկեղեցու պատերի ներսում, այո, ինչ որ մի մաս դուրս էր գալիս, բայց դուրս էր գալիս զուտ ասեկոսերների տեսքով, այժմ դուրս է գալիս քաղաքական խոսույթի տեսքով, երկկողմանի քաղաքական խոսույթի տեսքով, սա շատ վատ է, եկեղեցու համար էլ է վատ, պետության համար էլ է վատ, հայ ազգի համար էլ է վատ, որովհետև այլևս սքեմ հագած հոգևորականի նկատմամբ հավատի, չեմ ասում, հավատը մինչև այդ գերակշռող եւ գերակայող էր, բայց առնվազն գոյություն ունեցող այդ հավատն էլ մի քայլ իջնում է, որ միանշանակ, այո, ես քո հետ կիսում եմ այդ տեսակետը, որ տեղի ունենում
ճեղքում տեղի ունենում բևեռացում, եւ այդ բևեռացումը զուտ քաղաքական խնդիր լուծելու համար է արվում, ներքաղաքական շատ փոքր մանրախնդիր պրոբլեմ լուծելու համար է արվում։ Ցավում եմ, որ այդպես է, բայց դա փաստ է։ Եվ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին օրենքի 40 հոդվածի 4 մասով ազգային հանրապետության նախագահային առընթեր պետական պարգևների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը որոշել է Կարեն Շաքարյանին զրկել Արցախի հերոսի բարձրագույն կոչումից, սա ինչպես կմեկնաբանեք։ Չեմ կիսում այդ որոշումը, համարում եմ սխալ որոշում։ Եթե անգամ զորահրամանատարը ուղիղ դուրս գա եւ կանգներ, որ ինքը միանում է Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ այս պարագայում էլ այդ որոշումը սխալ կլիներ, որովհետեւ մարդը հերոսի կոչում ստացել է ռազմական գործողություններում իր ունեցած սխրանքների համար։ Ինչքանով է եղել դա օբյեկտիվ թե սուբյեկտիվ, դա որևէ նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ քաղաքական դիրքորոշման համար չի կարող ջրվել ռազմական գործողություններում կատարվածը։ Չգիտեմ, մնացածը գիտեք ինչ, ախր այսօր իմ ընկերներից Արման Պետրոսյանը շատ լավ բնութագրում է տվել, որ անգամ այս իրավիճակի համար նախադեպ ստեղծողը Հայաստանի Հանրապետություն էլի եղել է Փաշինյանական իշխանությունը, երբ որ իրենք նման կերպ են վերաբերվել Մանվել Գրիգորյանի հետ։ Եվ որ քաղաքական նպատակներից ելնելով մարդուն զրկել են հերոսի կոչումից, էլի ինչ որ փորձելով վզին ինչ որ հանցագործություններ կարել։ Սա շատ վատ նախադեպ է եւ շատ վատ պրակտիկա կարող է լինել ցանկացած իշխանության համար, որ մարդը հայրենիքի հանդեպ ինչ որ որոշակի ծառայություններ ունենա եւ վաղ մյուսօր նրան զրկեն այդ կոչումներից։ Նույն կերպ են վերաբերվել նաեւ ես մի քիչ անկեղծ չեղա եւ ավելի ճիշտ չէի հիշում, նույն կերպ են ժամանակին վերաբերվել նաեւ Սամվել Բաբայանի հետ, բայց հետագայում էլի, չգիտեմ, հետո էլի վերականգնվել է այդ ամեն ինչը, որովհետեւ այո, սա անարդարացի է, անցյալում կատարված հերոսություններից հետո քաղաքական որոշակի դիրքորոշման համար մարդուն զրկելը հերոսի կոչումից ոչ մի ողջունում։ Հիմնավորում ամեն դեպքում չկա պաշտոնական հայտարարության մեջ։ Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ուխտ երթին մասնակցելն է պատճառը։ Դե չգիտեմ, բա ինչն է այդ դեպքում։ Թող հիմնավորումը այդ դեպքում ներկայացնեն, այնպես չի, որ մենք բանով Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ով արձանագրված փաստ ունենք, որ մարդը ազգի դավաճան է։ Կարծում եմ միայն այդ պարագայում կարող լինի հիմնավորում, որ մարդուն հերոսի կոչումից զրկեն, որ բարձրի որ, չգիտեմ, ինչ որ մի փուլում ազգային հերոս լինելուց հետո մարդի ազգի դավաճանություն է իրականացել։ Միայն այդ դեպքում եմ պատկերացնում օբյեկտիվություն, որ մարդուն հերոսի կոչումից զրկեն։ Մնացած պարագաներում տրամաբանություն ես չեմ տեսնում։ Գուցե իրենք տեսնում են, սա այս հարցը պետք է ուղղեն մարդկանց, ովքեր որ այդ որոշմանը գնացել են։ Սա իմ սուբյեկտիվ տեսակետն է։ Դե այս դեպքում եթե երթին մասնակցելու համար հերոսի կոչումից զրկում են, հա, երթին մասնակցությունը բավարար առիթ է դառնում այդ դեպքում, ինչու տարիներ առաջ Արցախի նախագահին կիցես հանձնաժողովը Արցախի հերոսի կոչումներից չէր զրկում այն անձանց, ովքեր Հայաստանում ոչ թե երթի էին մասնակցում, այլ ընտրություններ էին կեղծում, հարստանում էին միլիարդներով, դա պատվաբեր էր Արցախի համար, որ նրանք շարունակում էին Արցախի հերոսներ մնալ։ Նայեք ջան, ախր այդ հարցերին ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես անգամ այս մի պարագայում եմ կարծում, որ համեմատականներ, ես չգիտեմ պատճառաբանությունը որն է, ինչու են իրենք զրկել Արցախի հերոսի կոչում։ Միայն մի պարագա կա, որ ես պատկերացնում եմ, որ անգամ եթե պատկերացնենք, որ մարդը եղել է Արցախի հերոս եւ հետո դրանից հետո դարձել է ծայրահեղ կոռուպցիոներ, դա էլ իմ համար հիմք չի, որ հաջորդ օրը արթնանան ասեն մարդ այլևս Արցախի ազգային հերոս չի։ Կարելի է մարդուն, չգիտեմ, բռնել հանցագործության վրա, տանել 15 տարի դատել։ 15 տարի դատել, բայց չզրկել ազգային հերոսի կոչումից, որովհետև ազգային հերոսի կոչում իրեն տրվում է որոշակի այնպիսի սխրանքների համար,
որը որ ես դու եմ մյուսը չի արել։ Ինքը այդ պահին գնացել է այդ սխրանքներին, պետությունը որոշել է, որ ինքը արժանի է այդ կոչմանը եւ տվել է իրան այդ կոչումը։ Այն մնացած առումներով ինչ վերաբերվում է, չգիտեմ, բանին, այն մարդկանց, որոնք որ որոշակի գործունեություն են ծավալել եւ արցախյան արմատներ ունեն, ես քեզ եմ խնդրում եւ բոլորին եմ կոչանում երբեք իրենց արցախյան արմատները այդպես չմատնանշել, որովհետեւ նույնիսկ էլ կարող են ուրիշ արմատներ ունենալ եւ իրենք դրանով ավելի շատ Արցախին եւ արցախցիներին են վնասել, քան թե մնացած այդպես հայ ժողովրդի մնացած տարբեր վայրերում ապրող հայերին, որովհետեւ առանձին իրենց վրա պիտակները տարածվել է նաեւ մնացած հասարակ քաղաքացիների վրա։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։